Wildberries-ը երևի հայաստանյան շուկայի ամենահայտնի ընկերություններից մեկն է, եթե ոչ ամենահայտնին։ Ինձ թվում է սեփ PR չէ, շատ բարի լավ PR էր։ Ամբողջական պարզաբանում ստացավ շուկան, ինչի մասին է խոսքը եղել։ Այդ X գումարը իրական միշտ եղել է դեպոզիտի տեսքով։ Շուկան խոսում էր Wildberries-ի պահեստի մասին։ Այ ամենաշատը գեղեցկությունն է, եթե չեմ սխալվում։ Wildberries-ում գրանցումը 200 դրամ։ Կատեգորիաները իրականում շատ փոփոխվում են։ Ամեն տարի մենք ունենում ենք top 5-ի մեջ տարբեր կատեգորիաներ։ Դուք հաճախ եք on-line գնումներ անում, ինչ եք ամենահաճախը պատվիրում, ասես մի քիչ անձնական սամբյուղից հարցեր։ Ես ամենաշատը Spider-Man-ի վրա ուրախացա։ Ողջույն բոլորին, դուք միացել եք Elogy podcast-ի հերթական էպիզոդին, որը թեմատիկ հանդիպումների շարք են նվիրված լոգիստիկայի ու էլեկտրոնային առևտրի ոլորտներին։ Այսօր մեր հյուրն է, մեզ է միացել Wildberries Հայաստան ընկերության GR տնօրեն Էլինա Պետրոսյանը։ Ողջույն Էլինա ջան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Ամենաառաջի ու կարևոր հարցը հենց հիմա պիտի տամ Քանի որ Elogy Fest-ի ժամանակ դուք մասնակցություն ունեցաք եւ ոչ միայն մասնակցություն, այլ նաեւ մեր համաժողովի ընթացքում ելույթ ունեցաք եւ հանդիսատեսը, մեր ունկնդիրները հաճախ հնչեցրեցին հարց որն է GR տնօրենը, խնդրեմ մի փոքր մեկնաբանեք որն է GR տնօրենը եւ անցնենք առաջ։ Ողջույն Քրիստինա ջան, շատ շնորհակալ ենք հրավերի համար։ Երկու բառով բացատրեմ GR-ը ինչա, GR-ը HR-ը չի, GR-ը PR-ը չի, GR-ը Governmental Relations բառերից է կազմված, GR-ը այսպես ասած եւ գլխավոր ֆունկցիան GR-ի պետական մարմինների հետ համագործակցությունն է, ինչը որ եւ կայանում է GR-ին նշանակությունն է, բայց իրականում շատ ավելի շատ տարբեր process-ներ կան GR-ի աշխատանքի մեջ, որի մասին կպատմեմ, կարծում եմ ընթացքում արդեն հարցերից կհասկանանք դեռպես GR-ը ինչ անում եւ Wildberries-ը ինչ անում նաեւ Հայաստանում։ Հա, կարծում եմ շատ հետաքրքիր կլինի դրա մասին եւս ընթացքում լսենք, որովհետեւ նկատում եմ, որ ոչ բոլոր ընկերությունները ունեն GR-ի ֆունկցիան արտահայտող նման հաստիկ ընկերությունում եւ դրա համար շատերի մոտ այդ հարցը ցակել էր ու ես ցանկացա հենց այսպես ասած առաջին դեմքից լսենք շատ ճիշտ հարցը բոլորը հարցնում են միշտ հետաքրքրում ինձ գիտե ինչ է նշանակում իրականում բոլոր երկրներում մեծ ընկերությունները երկիր մուտք գործելուց շատ ժամանակ հենց ամենաառաջինը GR-ն հրավիրում աշխատանքի, որովհետեւ process-ներ կան, որտեղ որ պետք է այդ տեսակի աշխատակիցը ճիշտ դրված կտնի որոշակի process-ները կազմակերպելու համար, այո, կապերը ստեղծելու։ Ինչը վերաբերվում է Հայաստանում մենք արդեն որոշակի ընկերություններ ունենք, որտեղ որ կան GR-ներ, իրականում ժամանակին էլ միշտ ունեցել ենք։ Մենք ունենք GR-ներ, որոնք որ չգիտեմ որոնք GR-ն, բայց հենց այդ ֆունկցիան էլ իրականացնում են։ Կոպիտ ասած կան մի քանի հաստիկներ, որոնք որ մասնակի ամեն մեկը իր ինչ որ մի մասով GR-ի ֆունկցիան է իրականացնում։ Դրա համար իրականում GR-ը ամենտեղ կա, ուղղակի դա Դա այդքան բարձ չի երևում, բայց ամենտեղ դա շատ ընդունված է, առավել եւս մեծ երկրներում, մեծ ընկերություններում պարտադիր բոլորը ունենում են։ Հրաշալի, կարծում եմ հիմա բոլորի համար շատ ավելի պարզ դարձավ, ոնց որ ֆունկցիոնալ ինչի համար է պատասխանատու տվյալ GR տնօրենը, ինչի համար է պատասխանատու, համել գուցե այլ ընկերություններ, ովքեր կլսեն մեր զրույցը կհասկանան, որ իրենց ընկերությունում կա կարիք հենց նման հաստիկ այսպես ասած ստեղծելու, այսինքն ուղղորդված կոնկրետ աշխատակից ունենալու, ով պետական մարմինների հետ կապեր եւ հարաբերությունների կարգավորման գործընթացներով ամբողջությամբ կզբաղվի։ Էլինա ջան, նախ եւս մեկ անգամ պիտի շնորհակալություն հայտնեմ, որ Elogy Fest 25-ին մասնակցություն ունեցաք, մեր կարևորագույն մասնակիցներից ա եղել Wildberries Armenian եւ կցանկանայի մի փոքր պատմեք ձեր փորձառության մասին, այսինքն ինչպես անցավ Ձեզ համար ինչ ակնկալիքներով մասնակցեցիք եւ ինչ արդյունքներով դուրս եկաք, թե ցուցահանդեսից, թե համաժողովից ընդհանուր միջոցառման մասին, ինչ գնահատական գտաք։ Սկսենք նրանից, որ շատ շնորհակալ ենք, որ ստեղծել եք տվյալ միջոցառումը Expo-ն, որովհետեւ բացի միանշանակ շուկայում կար Եվ կարող եմ ասել, որ Wildberries-ի կողմից դա բավականին օգտակար, հետաքրքիր փորձառություն էր։ Մենք շփվեցինք շատ մեր գործընկերների հետ, ում չէինք հանդիպել
ծանոթացանք շատ նոր գործընկերների հետ, ովքեր որ ապագայում նաև թե սկսեցին վաճառել Wildberries-ում, թե լոգիստիկ որոշակի ընկերություններ հետ, շատ հետաքրքիր փորձառություններ։ Կարծում եմ, որ մյուս տարի շատ ավելի մեծ թափով ու ավելի հետաքրքիր եւ ավելի գլոբալ կլինի։ Փորձառությունը մեր համար կարծում եմ ամենաշատը հենց շփումներ, թե վաճառողներ կային շատ, թե շուկայի մասնակիցներ, թե մեր գոլեգաները, այլ ընկերություններ կային, ովքեր որ նմանատիպ գործառույթ են իրականացնում շուկայում եւ իրենց հետ ծանոթանալը, շփվելը շատ օգտակար էր ու հետաքրքիր դրա համար շատ բարձր են գնահատում եւ շնորհակալություն ձեզ, որ կազմակերպեցիք։ Շատ լավ, Էլինա ջան, շնորհակալ եմ։ Իսկ ընդհանուր առմամբ անձամբ ձեր գնահատականը նմանատիպ միջոցառումների իրականացման, նմանատիպ հարթակների ստեղծման մասով ինչպիսին է, ինչքանով են իրանք արդյունավետ, ինչքանով է կարևոր նմանատիպ միջոցառումների անցկացումը, իրականացումը Հայաստանում, հայկական իրականության մեջ։ Էքսպոյի տեսանկյունից կարծում եմ, որ որոշակի խմբակային կատեգորիաներ կան, ընկերությունների, որոնք որ խմբավորված չէին ինչ-որ մի էքսպոյի շուրջ։ Այս էքսպոն մեզ խմբավորեց նաև այլ ընկերություններին, որպեսզի մի հարթակում բոլորս ներկայանանք, ծանոթանանք, իրականում բաց էր միանշանակ եւ օգտակար էր շատ մեր կողմից նպատակներ իրականում e-commerce ներկայացնել մեր հետ որպեսզի ծանոթանային, շփվեին, մենք ունեինք շատ աշխատակիցներ, ովքեր որ մարդիկ մոտիկանում էին, չգիտեն ոնց կապնում են, օրինակ համար եւ դա իրականում շատ լավ մեթոդ էր, որպեսզի մարդկանց հետ ծանոթանալ, կապեր որոշակի հաստատել նոր։ Դրա համար շատ բարձր են գնահատում եւ միանշանակ շատ ինքը օգտակար էր։ Դա շատ հայտնի միջելոց ասեմ, որ շատ հայտնի խոսված կա ընդհանուր շուկայում, հայկական շուկայում, որ Wildberries-ը երևի հայաստանյան շուկայի ամենահայտնի ընկերություններից մեկն է, եթե ոչ ամենահայտնին, բայց նաև անհասանելի լինելու ինչ որ խնդիր կա, այսինքն որ մարդիկ կարողանան կապ հաստատեն եւ այլն, ու բոլոր նրանք, ովքեր իմանում են, որ դուք ներկա եք լինելու ցուցահանդեսին, երևի ամենաբարձր օվացիաները այդտեղ են ունեցել, որ հրաշալի կկարողանանք խոսել, ես անգամ անձամբ ունեմ գործընկերներ, ովքեր հատուկ Wildberries-ի հետ հանդիպման համար էին, իրենք ինչ որ գործողում ունեին, եկել էին, հասել էին Երևան, որ կան հանդիպեն, որովհետև համագործակցում են, կարիք ունեին անձնապես շփում ունենալու, հարցեր բարձելու, կոմունիկացիա հաստատելու եւ ոնց որ այդ հնարավորությունը, որ ընձեռվեց, այդ մասը կարծում եմ հացառայեց իր նպատակին ու մենք էլ ենք ուրախ, որ ոնց որ ստացվեց այդ մասը։ Մենք էլ ենք ուրախ, որ ստացվեց որոշակի այլ մարդկանց, ովքեր որ կարող չէին պլանավորում գային եւ մեր ինչ որ չափով լումա ունեցանք դրա մեջ, որպեսզի իրանք կան, շատ ուրախ ենք։ Մեր իրականում նպատակը չի այնպես անել, որպեսզի փակ լինենք, ընթացքում ավելի շատ ինֆորմացվում ենք, ավելի շատ փորձում ենք տարբեր իվենտների մասնակցենք, որպեսզի մենք էլ չլինենք անհասանելի։ Կոպիտ ասած, դա մեր նպատակը չի։ Այդ իսկ նպատակով իրականում բիզնեսի աջակցման կենտրոն ենք բացել, որտեղ որ անվճար անցկացնում ենք դասընթացներ, որտեղ որ դասընթացների քանակը եւ տեսակները տարբերվելու են եւ շատանալու են։ Ինչու է անվճար, որտեղ մենք ուզում ենք մաքսիմալ մեր տնտեսությանը լինենք օգտակար։ Դա թե ընկերության նպատակներից մեկն է, բոլոր այն երկրներում, որտեղ որ մենք կանք, պարտադիր փորձում ենք այնպես անենք, որ բիզնեսը զարգանա մեր հետ եւ ոչ թե մենք ինչ որ մի ձևով անհարմարություն, այսպես ասած, բարգեւենք։ Իմաստը նա է, որպեսզի անպայման մենք սովորեցնենք, օգնենք, դա անվճար, բնականաբար ունենալու ենք շատ ավելի մեծ դասընթացների տեսականի, այսինքն թե սկսնակների համար, թե արդեն վաճառողների համար, ովքեր որ ստաժավոր են եւ գիտեն թե ոնց են վաճառում, ունեն ինչ-որ հարցեր, ունենալու ենք հաշվապահական եւ այլն տարբեր տեսակի դասընթացներ, այո։ Ինֆորմացիան իրականում մենք ունենք Telegram-յան ալիք Global PR, եթե չեմ սխալվում, այնտեղ ինֆորմացիան տեղադրվում է, թե ինչ դասընթացներ են լինում, որտեղ են լինում, կփորձենք ավելի ակտիվանանք, ամեն տարի շատ մեծ քանակությամբ իվենտներ են ավելանում, դասընթացներ են ավելանում եւ այլն, մենք փորձում ենք այնպես անենք, որպեսզի մաքսիմալ լինենք հասանելի այո գործընկերների համար շատ լավ, մենք կփորձենք այս մասով ինֆորմացիան հետո արդեն էպիզոդի հրապարակման ժամանակ նաև ներառենք հղում, որը որ կլինի, որ հնարավորություն կունենան
բոլոր հետաքրքրված գործարաններն այդ հղման միջոցով անցնեն ու ծանոթանան տվյալ աջակցման կենտրոնի գործունեությանը ու հնարավորություններին ոնց համագործակցեն եւ այս կտորը ամփոփելով գուցեի նաեւ էլի ձեր կարծիքը հասկանամ ընդհանուր այս տեսակ միջոցառումները ավելի արդյունավետ, ավելի ապահով են ձեր կարծիքով նոր գործընկերային կապեր հաստատելու համար, քան առցանց կապերը, թե այսօր ժամանակները փոխվել են ու գուցե եւ առցանցը ավելի նախընտրելի է բիզնեսների համար, թե խոշոր բիզնեսները միևնույնն է նախընտրում են, որպեսզի ոչ միայն արդյունավետության, այլ նաեւ վստահելիության եւ գուցե անձնային կոմունիկացիայի տեսանկյունից այս տեսակ հարթակներով կարողանան նոր հարաբերություններ, նոր կապեր, նոր գործընկերներ, ինչ ոչ նաեւ նոր հաճախորդներ կարողանան ձեռք բերել։ Կենթանի շփումը միանշանակ անփոխարինելի է, բայց մեր իրականության մեջ անհնարին է բոլորի հետ այդ շփումը իրականացնել։ Դրա համար մենք մաքսիմալ փորձում ենք մեր իրականության համապատասխան իրականացնել հանդիպումներ, իվենթներ, շփում ունենալ, ծանոթանալ եւ այլն, բայց այս իրականության մեջ եւ այս քանակության մեջ շատ դժվար է նմանատիպ միջոցառումները հենց դրա համար են էլի ուղղված, որպեսզի մարդիկ կարողանան գալ, խտացված տեսնեն, մենք միշտ պատրաստ ենք, բայց շատ դժվար է։ Դրա համար անփոխարինելի է, բայց այսօրվա իրականության մեջ միանշանակ առցանցը շատ ավելի էֆեկտիվ է։ Հիմա կուզեմ խոսենք մի փոքր շուկայում շատ տարածված եւ ոլորտային շուկայում մեծ բում առաջացրած եւ հայտնի Wildberries-ի հայաստանյան պահեստի կամ գուցե տեսակավորման կենտրոնի մի խոսքով շուկան խոսում էր Wildberries-ի պահեստի մասին։ Խնդրեմ մի փոքր այդ մասով մեզ լուսաբանեք, բարձրաձայնեք, պատմեք ներսից մեզ ներկայացրեք ինչ ենթակառուցվածքների մասին է խոսքը եւ ինչի համար է ստեղծվել կամ կա նոր բան, որը ստեղծվել է եւ թե շուկան որոշակի բաներ ուրճացնում է եւ այլն, եւ ինչ սպասենք առհասարակ այդ մասով։ Այս բայ դրությամբ մենք ունենք տեսակավորման կենտրոն, որը ահագին մեծ պահեստ է, որտեղ որ իրականացվում է տեսակավորումը։ Մենք այնտեղ ունենք նաեւ որոշակի չափով պահեստավորում, բայց շատ փոքր էր։ Մեզ պետք էր ավելի մեծ պահեստ, որտեղ որ կարողանայինք պահեստավորեինք եւ որպեսզի վաճառողները կարողանային իրենց ապրանքները պահեստավորեին։ Դա ավելի արագացնում է թե լոգիստիկան, թե վաճառքներն են ավելի շատանում, շատ դրական, այսպես ասած, հնարավորություններ կա պահեստավորման դեպքում։ Այդ իսկ պատճառով հունվարի կեսերից մոտավորապես կունենանք արդեն նոր պահեստ, որը կլինի շատ ավելի մեծ, քան տեսակավորման մեր այսօրվա կենտրոնը, որը գործում է։ Դա էլ է գործելու, ինքը անփոխարինելի է, բայց մեզ պետք է նաև պահեստավորման կենտրոն։ Դրա համար մենք ունենալու ենք 20,000 քառակուսի մետր պահեստավորման կենտրոն, որտեղ որ կարողանան վաճառողները ինչ անեն։ Ֆունկցիոնալը այսպեսին է։ Օրինակ, ես եմ վաճառող եմ, ունեմ 100 հատ տետր, ուզում եմ վաճառեմ, հա, բայց իմ համար դժվարանում եմ ամեն օր ես այդ տետրները առաքեմ, բերեմ եւ այլն, դա ծախս է։ Կարող եմ բերել եւ պահեստավորեմ այդ 100 հատ տետրը այդ պահեստում եւ արդեն իսկ երբ որ վաճառքը իրականացվում է, արդեն պահեստից մի անգամից տվյալ տետրները ուղարկվում են Ռուսաստան, Ուզբեկիստան, Կազախստան, Հայաստան, շատ կրճատում է լոգիստիկայի ժամկետը մեկ, երկրորդը ծախսերը ավելի քիչ է, նաեւ կարիք չեմ ունենա պահեստավորեմ ինչ որ մի պահեստում տվյալ իմ ապրանքների քանակությունը, հա, դա ծախսի կրճատումը մեկ արագություն է եւ վաճառքների ես կարծում եմ խթանում կլինի դրանից շատ։ Շատ լավ։ Իսկ ընդհանուր պահեստի տեխնոլոգիական հագեցվածության մասին ինչ կասեք, ոնց են ներսում աշխատանքները կազմակերպվում, ինչքանով են ավտոմատիզացված process-ները եւ այլն, այս մասով մեզ էլի մի փոքր պատմեք ներսից։ Այնպես չենք տեսնում։ Հետաքրքիր է շատ, մի օր անպայման ես կհրավիրենք մեր մոտ։ Process-ը այսպեսին է, ամեն ինչ ավտոմատացված է։ Այսինքն մենք ունենք մեր լեզվով ասած պիկեր, մատի վրա այսպիսի բան են դնում աշխատակիցները եւ բոլոր ապրանքները ընդունելուց հանձնելուց սկանավորում են, այո։ Այդ process-ը ամբողջությամբ ինքը ավտոմատացված է, ինչի է դա արված, որպեսզի process-ը մաքսիմալ լինի
հարթ։ Ավտոմատացված է շատ ավելի Ռուսաստանում։ Մենք պլանավորում ենք հագեցնել ավելի շատ մեր բայեսներ այստեղ, շատ հեշտացնել ավելի աշխատակիցների գործընթացը, քանի որ այս պիկելի արդյունքում իրանք շատ ավելի շատ գումար են կարողանում վաստակել։ Եթե ժամանակին դա չկար, շատ ավելի դանդաղ էր process-ները, ավելի քիչ էր աշխատանքը, հիմա ավելի արագ ու ավելի արդյունավետ է լինում։ Դրա համար մենք էլ այստեղ փորձում ենք ռուսական ստանդարտներին համապատասխան միջազգային, ռուսական չէ այդքան, միջազգային, այստեղ էլ կարողանանք ստանանք այդ հագեցված ավտոմատացված պահեստը, բայց մարդկային ուժը որպեսզի անպայման մեջը ոնց որ լինի։ Առանցքային տեր ունենա։ Շատ լավ։ Իսկ Էլնա ջան, ոնց կգնահատեք առհասարակ Wildberries-ի նման ծավալներ ունեցող, մասշտաբներ ունեցող ընկերության ազդեցությունը հայաստանյան տնտեսության վրա առհասարակ։ Ամենաուրախալի փաստերից մեկն է, որ գիտենք, որ ամենախոշոր հարկատներից մեկն ենք։ Դա շատ կարևոր է մեր համար, որտեղ մենք ուզում ենք շուկայում անպայման ունենանք մեր լավ ազդեցությունը, հարկերի վճարումը կարևորագույն հենց process-ներից մեկն է մեր համար։ Ինչը վերաբերվում է աշխատատեղերի ստեղծումով, մենք ունենք պահեստ, որ այս պահին գործում է, ունենք ոչ մեծ քանակությամբ ունենք աշխատակիցներ, ովքեր որ ամեն օր աշխատում են, գումար են վաստակում, ունենք ստացման կետեր, իրանք երկու տեսակ են, հիմնականը մեր մոտ պարտներսկի կոչվում, այսպես ասած, գործընկերային են, այնտեղ էլ աշխատակիցներ են, ձեռնարկատերեր են, ովքեր որ բացում են, ունենք մոտ 600 հատ, որից որ 100-ը մեր անձնականներն են, հա, որոնք որ Wildberries-ն է կառավարում։ Այո, 500-ը մոտավորապես, 500 ավել նույնիսկ մեր գործընկերներն են կառավարում։ Եթե հաշվենք այդպես, շատ մարդիկ կան, ովքեր որ աշխատում են եւ գումար են վաստակում։ Հիմա գնանք մյուս կողմը, լոգիստիկ մասը, ունենք ուրեմն առաքումները, բացել ենք մեր մոտ կուրիերի հաստիկներ, ունենք կուրիերներ, ովքեր որ առաքում են մինչև տուն, մինչև դուռ ապրանքը, այսինքն պարտադիր չի գնալ ստացման կետ, որպեսզի ապրանքը ստանալ, պատվերները կարող են մինչև դուռ հասցնել, այսպես ասած։ Դա իմիջիայլոց գործում է ամբողջ Հայաստանում, Երևանում դեռ, բայց մենք պլանավորում ենք Հայաստանում գործարկել։ Հա, հույսում ենք, որ շուտով կլինի, անպայման կտեղեկացնենք դրա հետ կապված։ Մյուս մասը դա մեր արդեն վաճառողներն են։ Ունենք ահռելի քանակությամբ վաճառողներ, ակտիվ վաճառողներ, ովքեր որ Wildberries-ով վաճառում են, ես ասեմ ավելին Հայաստանում հիմա մեր վաճառքների ահագին արդեն տոկոսային մասով հատվածը հենց հայկական վաճառողներն են։ Մեծ քանակությամբ հայկական վաճառողները վաճառում են ԱՊՀ երկրների վրա։ Մենք ունեինք դեպքեր, որ տոկոսային ցույց էինք տալի, թե Ուզբեկիստանում ու Կազախստանում հայ վաճառողները քանի տոկոս վաճառք ունեն հենց իրենց ընդհանուր վաճառքից, ինչը շատ ուրախալի է, կամ Վլադիվոստոկում, то есть ամբողջ Ռուսաստանը հնարավորություն ընձեռնել մարդկանց վաճառել ոչ թե 3 միլիոն անձի, այլ 300 միլիոն, դա մեծ պատասխանատվություն է, որի համար մենք շատ ուրախ ենք, որ կարողանում ենք իրականացնել։ Ամեն օր լավացնում ենք process-ները, որպեսզի ավելի հեշտ լինի, ավելի լավ լինի, այսպես ասած, այդ իսկ պատճառով հույսով եմ, որ հայկական շուկայում Wildberries-ը իր լուման ունի որոշակի եւ թե հարկերի տեսքով, թե աշխատանքի տեսքով Հաստատի շատ մեծ ցանց է հայկական իրականության մեջ կա հրաշալի ես հիմա ուղղակի մտովի նաև հիշեցի վերջերս էլի հերթական անգամ ինտերնետային բումերից Wildberries-ի հետ կապված Wildberries-ում գրանցումը 200 դրամ ինչի մասին է խոսքը, այս ինչ նորություն է, մի խոսքով ինչ որ հետաքրքիր դիտարկումներ էր, անընդհատ կոմենտներ եղան, հա, մեմեր էին տարբեր տարածվել, թե բա ասում եք անվճար է, բայց անվճար չի, այս ինչ 200, մի խոսքով մի փոքր էս մասին մեզ հələ պատմեք տեսնենք այդ ինչ պատմություն ա եղել, ինչի են ճիշտ կամ սխալ հասկացել, ոնց են մեկնաբանել եւ այլն։ Իրականում մեկնաբանումը
շատ լավ է ուրախանում թող բում լինի։ Սև PR-ն էլ չէ PR։ Իսկ մայր սև PR չի, շատ բարի լավ PR էր, բայց հումորային էր շատ ուրախալի, իրականում միշտ անվճար է եղել։ Գումարը, որը մենք քննարկում ենք եւ պատկերացնում ենք, որ ինքը եղել է ինչ որ X գումար, այդ X գումարը իրականում միշտ եղել է դեպոզիտի տեսքով, այսինքն մարդիկ դա կարող էին առաջ խաղացումների մեջ օգտագործել։ Այսինքն այն գումարը, որը ի սկզբանե եղել է այս ամբողջ ընթացքում, ինքը այդ գումարը կոպիտ ասած Վալբրիզի բանկային հաշվի վրա չէր նստում եւ դա Վալբրիզը չէր ծախսում, դա մարդը կարար ինքը իր գումարը, այսպես ասած, որոշեր թե որտեղա, հա, ինչ որոշեցինք, որ ղեկավարությունը Վալբրիզի որոշեց, որ ամբողջ Վալբրիզի շուկաներում, հա, որտեղ որ կան, պետք է իջացնել մինիմալի, որպեսզի մարդիկ կարողանան, իրանք արդեն որոշեն, թե որտեղ են ուզում այդ գումարը ծախսեն, ուզում են ծախսը իրականացնել առաջ խաղացումների մեջ, թե չեն ուզում օրինակ եմեր, դա իրանց որոշումը լինի։ 200 դրամը իրականում զուտ անվտանգությունից ելնելով X ինչ որ գումարա, որպեսզի ստուգենք, որ իրական բանկային քարտը աշխատում է, իրական ԱՁ-ը եւ այլն, այդ ստուգման process-ի համար է իրականացվում։ Մենք հիմա մեր ներքին անվտանգությունը շատ լուրջ ոնց որ վերաբերվում դրան, երբ որ բոլոր երկրներում Ռուսաստանից զատ այլ երկրներում քիչ-քիչ սկսում էին արդեն ոնց որ որոշակի process-ներ, որոնք որ պետք էր մաքսիմալ հետևողական լինենք։ Դրա համար ունենք իրականում մեծ թիմ, հա, աշխատակիցներ, ովքեր որ կոնկրետ բոլոր ներքին անվտանգության process-ներին են հետևում։ Այդ իսկ պատճառով այդ 200 դրամը sense տենց ինքը պետք է լինի։ Դա ոնց որ բնականաբար հիմա պահպահակ ենք առնում այդ գնը։ Հա, դա բազային է խանութ բացել։ Իրականում տենց սիմվոլիկ գումար է զուտ անվտանգության նկատառումներով, որպեսզի հասկանանք բանկային հաշվը իրական է թե ոչ, ԱԶ-ն իրական է թե ոչ, մենք պետական մարմինների հետ բոլոր գերատեսչությունների, որոնք որ մեր հետ կապված են, հա, աշխատանքային process-ներով մենք այնց հետ ունենք ինտեգրացիաներ, որտեղով որ ստուգումները իրականացվում են, այսինքն ինֆորմացիան կոպիտ ասած երկկողմանի ստուգվում է մինչ գրանցումը հաստատել է, այո։ Հա, որպեսզի գոյություն չունեցող, այսպես ասած, իրավաբանական անձիկ չհայտնվեն հարթակում։ Հա, շատ լավ։ Գնորդը խնդիր չունենա ապրանքը։ Ձեզ ենք պաշտպանում, մեզ ենք պաշտպանում, վաճառողին, գնորդին եւ մեզ բոլորին, այո։ Հա, հետո ինչ որ անախորժություններից խուսափելու համար։ Ժամանակին լիցենզիոն վճարը ոնց որ եւ նստում էր մարդու բալանսի վրա, հա, վաճառողի այդպես էլ հիմա 200 դրամ է գրանցվելուց հետո բալանսի վրա է, նույնիսկ այդ 200 դրամը մենք չենք օգտագործում դրա համար։ Հրաշալի, ինձ թվում է հենց հիմա տենց ամբողջական պարզաբանում ստացավ շուկան, ինչի մասին է խոսքը եղել, երևի մեր էպիզոդի հրապարակումից հետո այդ տարատեսակ խոսակցությունները, մեմերը եւ այլն դուրս կգան։ Կդառնան այլ մեմեր կամ առնվազն այդ տեսքով դուրս կգան բանից, շուկայից, հարթակից։ Շատ լավ, Էլինա ջան, իսկ ինձ մի փոքր կպատմեք, վերջերս նկատեցի, որ նոր ֆունկցիաներ, նոր ծրագրային նոր հնարավորություններ են ավելացել հենց Հայաստանում հայ օգտատերերի համար։ Մի փոքր այդ մասին մեզ կասեք, ինչեր են ավելացել, ինչ առավելություններ են ստեղծում, ինչի մասն է այս դեպքում խոսքը։ Ունենք մի քանի նոր ֆունկցիոնալ, առաջիններից մեկը կուզեմ նշեմ click and collect-ի հետ կապված, հենց դա նշանակում է, որ սախում ես եւ գնաս եւ վերցնես, հա, այսպես ասած։ Ունենք նույնիսկ առանձին թիմ, որը որ զբաղվում է դրանով։ Ինչ է իրենց ներկայացնում, մարդ կարող է ինչ-որ մի խանութից, այսպես ասած, պահի ինչ-որ մի ապրանք, որ ուզում է գնի եւ մոտիկանա եւ գնում իրականացնի տվյալ խանութից, այսպես ասած, դա կարա տարատեսակ շորից վերցրած մինչև խանութի ապրանք եւ այլն, դուք ինքը կարող ամեն ինչ լինի։ Այսինքն ներողություն ընդհատում եմ, այսինքն այս ֆունկցիայի շնորհիվ գնորդը ոչ թե մոտենում է իր գնումը վերցնելու Wildberries-ի հանձնման կետից, այլ տվյալ վաճառողի կետից, խանութից կամ հրաշալի։ Երկրորդը դա ուրեմն web ակումբն է, Web Club։
ինքը բաժանորդագրման տեսքով այնտեղ 10 դրամ առաջին ամիսը, հետո ինչ որ էլի այտենց սիմվոլիկ գումար է, եթե գնումներ իրականում շատ են, իրականացնում մարդիկ հրաշալի հնարավորություն է էքստրա զեղչերից էլի օգտվելու։ Ես ինքս գրանցվել եմ ու տեսնում եմ, թե ինչքան ինքը առանձին զեղչեր ունի, ֆունկցիոնալը հետաքրքիր է շատ ու եթե օրինակ համար ինքը փորձարկման շրջան ունի, կարան մի ամիս գրանցվեն, տեսնեմ ոնց է 10 դրամ է սկսվում, հետո արդեն եթե հետաքրքրում է մնա, եթե չէ, բայց կարծում եմ, որ բոլորին դուր կգա, առավելևս այն մարդկանց, ովքեր որ շատ են գնումներ իրականացնում, այո։ Մյուսն էլ մեր մոտ ջեմն է։ Ջեմը ինքը ավելի վաճառողների համար հնարավորություն է վաճառքները շատացնելու համար։ Շատ հետաքրքիր է, ինքը շատ ֆունկցիոնալ է, իր առանձնահատուկ է, ես կարծում եմ, որ մեր կենտրոնում էլ բիզնեսի զարգացման որը լինի, իր հետ կապված առանձին պետք է ինչ-որ մի դասընթաց լինի, որպեսզի մարդիկ ավելի խորանան իր մեջ, իրականում ինտերնետում շատ ինֆո կա, նույնիսկ YouTube-ում եւ այլն որ նայեք, շատ ինֆորմացիա կա, տարբեր tool-եր ունի, թե ոնց կարելի է իրենց օգտվել ու ինչ հնարավորություններ կա իրանից։ Վաճառողը այսինքն ոնց առաջ խաղացում իրականացնի իր ապրանքատեսական համար։ Շատ լավ, այդ մրցակցությունը գնալով ավելի ու ավելի խտանում է, վստահ եմ, որ ձեր վաճառողների թիվն էլ գնալով ավելի ու ավելի մեծանում է, հետեւաբար բոլորը կարիք ունեն լրացուցիչ առաջին էջում թեժ գոտիներում հայտնվելու, որ կարողանան ավելի մեծ վաճառքի ծավալներ ունենալ։ Իսկ մի հատ sense հարց ինձ հետաքրքրեց, ցուցանիշներ ունեք, օրինակ, չգիտեմ, Հայաստանում ամենապոպուլյար ապրանքներ, այսինքն ինչ ապրանքատեսականի ամենաշատը վաճառվում։ Այ ամենաշատը գեղեցկությունն է, եթե չեմ սխալվում։ Հայկանակ սիրում են գեղեցկանալ։ Այո։ Ուրեմն մեր մոտ էլեկտրոնիկան կա, տուն եւ ինտերիեր, նաեւ շատ ակտիվ է մեր մոտ երեխաների հագուստը, ինչը որ զարմանալի չի, հայրը շատ է սիրում երեխաների հետ կապված բոլոր բարակաները, այո, եւ ուրեմն ունենք հագուստը։ Հագուստը իրականում ամենաբարձրն է ամենտեղ, մեր մոտ ինքը երրորդն է, եթե չեմ սխալվում, գեղեցկությունն է խնամքը առաջինը։ Իրականում թոփերի մեջ նաև ունենք ավտոմեքենաների վայստամասեր ունենք, ուրեմն այգեգործության պարագաներ, ինչը շատ հետաքրքիր է, հա։ Կատեգորիաները իրականում շատ փոփոխվում են։ Ամեն տարի մենք ունենում ենք top 5-ի մեջ տարբեր կատեգորիաներ, ինչը ուրախացնում է։ Սեզոնայնություն է ունենում։ Սեզոնայնություն, նաև օրինակ այգեգործությունը հասկացանք, որ սոցիալական կայքերից շատ գնաց այդ տրենդը, այսպես ասած։ Մարդիկ սկսեցին տանը ինչ-որ փոքրիկ բույսեր պահել եւ այլն, կամ իրենց այգում ինչ-որ բաներ անել եւ կատեգորիան, եթե չեմ սխալվում, նախ անցած տարվա համեմատ անցած տարի 2600%-ով աճեց։ Օհո։ Այսինքն մեծ աճում է շատ Համար ամեն տարի ու իրականում մարդիկ, ովքեր որ տնտեսվարողները, հա, բիզնեսով զբաղվող մարդիկ, ովքեր որ մետարտադրություն կա նյուխ ունեն, թե ինչն է աշխատելու։ Բիզնես օտարություն, հա։ Դա շատ ուժեղ պլյուսներից է ու իմջալից հայրի մոտ դա շատ լավ է ստացվում։ Դե հա, մենք դե պատահական չէր առհասարակ գաղափարը հենց այս ոլորտի միջոցառում ստեղծելու էլի մեզ մոտ, որտեղ մենք հասկանում ենք, իսկապես էլի հասկանում ենք, որ մենք նաև առևտրային ազգ ենք, այսինքն ինչն է մեզ մոտ մեր ուժեղ ճյուղերից, մենք առևտրային հատկանիշներ ունեցող, առևտրով զբաղվող ազգ ենք, ու հիմա սա կարծում եմ շատ կարևոր ու հետաքրքիր ինֆորմացիա կլինի վաճառողների համար, որպեսզի իրանք էլ հենց կրկին առաջին ձեռքից ոնց որ ընկերության այս ներկայացուցիչի կողմից կարողանան ծանոթանալ պոպուլյար ապրանքատեսականուն, այո, կատեգորիաներին, որպեսզի կարողանան իրենք էլ ճիշտ ուղղորդվեն իրենց այդ վաճառքի պլանը կազմելու գործում։ Այո։ Ես կուզեի մի փոքր անդրադառնանք մի էլի շատ հետաքրքիր նորության, որ ականատես եղավ շուկան, այս դեպքում արդեն ոչ մենակ ինտերնետային տիրույթում, այլ նաև առցանց, բոլորս վերջին շրջանում սկսեցինք ամենուր փողոցում LED էկրաններ, պաստառներ, գովազդային եւ այլն տեսնել
Եթե ես չեմ սխալվի, ինձ կուղեք, բայց Wildberries-ի հայաստանյան շուկայում գործելու ընթացքում առաջին անգամ նմանատիպ գովազդային արշավի մենք մարքեթինգային գովազդային այդ արշավին ականատես եղանք։ Վստահ եմ, որ բրենդի ճանաչելիության համար չի ես ամենաարվել, նպատակը դա չի եղել։ Մխնդրեմ մի փոքր այս մասին խոսենք, որովհետև շատ հետաքրքիր միտում էր, կարծում եմ բոլորը զարմացած են սրա հետ կապված։ Մի փոքր պատմեք, տեսնենք ոնց որոշեցիք, ինչ եղավ։ Ինչ տեղի ունեցավ։ Իրականում իմիջային էր, ճիշտ եք նկատել։ Մենք երկար տարիներ ոչ մի մարքեթինգային քայլ չէինք արել։ Իրականում ճիշտն ասեմ, կարիքը չէինք կարծում, որ կար, բայց իրականում այս process-ներին մասնակցելը նաև բերեց ինչից սկսեց, ամեն ինչ, երբ որ ընկերությունները միացան, Rusaudor-ն ու Wildberries-ը, Rusaudor-ը աշխարհում 4-րդ ամենամեծ արտաքին գովազդի ընկերությունն է աշխարհում։ Իրականում պրոյեկցիան մի քիչ փոխվեց, որովհետև սկսեցինք տեսնել, թե ինչքան կարևոր է, որպեսզի ընկերությունը իմիջային թեկուզ ունենա արտաքին գովազդ, ինչու՞ չէ, դա իրականում շատ ճիշտ process է, ժամանակին չէինք անում, որովհետև թիմը այլ պատկերացումներ, մոտեցումները այլ էր։ Հիմա մի փոքր փոխվել է եւ իրականում շատ լավ ֆիդբեքներ ենք ստանում։ Մարդիկ բոլորը ասում են ինչ հավես է, վերջապես տենց բացի զուտ ճանաչելիության խնդիր չկա, որովհետև 600 հատ ունենք ստացման կետ ու ամենտեղ մեր Wildberries-ի գրվածքը կա, ոչ միտեղ դրա կարիք չկար, բայց մասնակցել լինել, նույն մեծ բանկեր կան, այլ խոշոր ընկերություններ կան, իմիջային շատ այսպես ասած կարծում սիրուն եւ համով եղավ, մի քիչ հումորային էր։ Ինձ թվում է շատեր ուրախացել էին մեր Spider-Man-ի վրա։ Ես ամենաշատը Spider-Man-ի վրա ուրախացա։ Իրենք իրականում sense զուտ էմոցիա ստեղծելու համար էին ավելի շատ մարդկանց, եւ պատրաստում ենք շարունակենք այս process-ը։ Շատ լավ, Էլինա ջան, իսկ ինձ կասեք, ինչ եք կարծում, որն է Wildberries-ի հաջողության գաղտնիքը, ֆենոմենը, վերջիվերջո ինձ թվում է բոլորի համար շատ տարածված ու հայտնի կարծիք է, որ չկա նման բան, որ հնարավոր չի Wildberries-ում գտնել օրինակ, ու ինչու՞մն է այս ֆենոմենը, որ շուկայում կարողացել է ձեր բրենդը նման կարծիք ստեղծել։ Ամենաառաջինը կարծում եմ հսկայական տեսականին է եւ տեսականին անդադ թարմեցվում է, ավելանում է, եթե ժամանակին մենք ունեինք կատեգորիաներ, որոնք որ չկային, հիմա իրենք կան։ Երկրորդը դա մատչելի գին է բնականաբար եւ արագ առաքումը։ Դա գլխավոր մեր նպատակներն է եւ մենք ամեն օր աշխատում ենք այն ուղղությամբ, որ մեր առաքումները ավելի արագ լինեն լոգիստիկ տեսանկյունից, որպեսզի արագ լինի, հասանելի լինի, ավելի մատչելի լինի։ Կարծում եմ այդ 3 գործոններն են ամենակարևորը։ Համամիտ եմ իրականում։ Իրականում ֆունկցիոնալից ամենահետաքրքիր լուծումներից մեկը այն էր, որ դա միջազգային ընդունված կա պրակտիկայում, Wildberries-ում նույնպես ինքը շատ լավ աշխատող մեթոդ է, երբ որ նկարելով ես ինչ որ մի բանը գտնում սոցցանցերում ինչ որ մի բան գտնում ես, սկրինշոտ ես անում, անես գալիս, կամ մարդիկ կան տեսնում են, տենց տակից նկարում են, ման են գալիս։ Գտնում են տվյալ ապրանքը։ Հաստատ ունենք նման մարդիկ մեր կյանքում, որ կիրառում են այդ ֆունկցիան, շատ կարևոր ֆունկցիա է, իմիջիայլոց ինքս էլ օգտվում եմ։ Մենք ուրախ ենք, թող բոլորը օգտվեն։ Միանշանակ։ Էլինա ջան, 11 սեվուրփաթ եւ այլն նշեցիք, այսինքն այդ ակտիվ գնումների շրջանին ընթառաջ, հետո դրա կուլմինացիային ամանորյա գնումները կգան եւ կհասնեն գնումների ոնց որ գնորդների տեսանկյունից, դուք հաճախ եք, անձամբ հաճախ եք on-line գնումներ անում, ինչ եք ամենահաճախը պատվիրում, ասես մի քիչ անձնական սամբյուղից հարցեր։ Շատ հետաքրքիր է, ինչ եք պատվիրում, սամբյուղի մեջ շատ են իրերը, հետո պատվերի են վերածվում, մի փոքր այս մասին պատմեք, հետաքրքիր է, տեսնենք ձեր որպես գնորդ վարքային ինչ դրսևորումներ կան։ Աշխատավարձի մեծամասնությունը գնում է, որտեղից գալիս է այնտեղ է գնում է։ Իսկ կատակը մի կողմ իրականում հետաքրքիր բաներից ասեմ, ինչ եմ այս վերջերս պատվել, երեխայիս պատվել եմ մահճակալ։ Իրականում եկել է հրաշալի մահճակալ։ Ես սենց մի քիչ մտածում էի, սա լավ լինի, արագ կգա, ոնց կլինի, տեսքը ոնց կլինի, իրականում եկել է հրաշալի, շատ լավ գնով մահճակալ, ես ման էի գալիս իրականում
երկար, ուզում էի այստեղից առնել, չգտա իմ ուզած գույնի ձևի, գտա Wildberries-ում։ Շատ գնում եմ երեխաների համար իրեր, ունեմ 2 երեխա փոքր, իրանց համար շատ գնում տան տարբեր համար ինչ-որ իրեր, պետքական, չպետքական, շատ ամենահայտնի խնդիրներից, իրականում նաև այս վերջերս գնել էի ինտերիեր դիզայնի համար ինչ-որ բաներ, օրինակ համար հայլուտ սենց սալիկներ էի գնել, որոնք որ ուզում էի տանը մեծ պատան էի սիրում, որտեղ որ այդ սալիկները կօգտագործվեր, ոյ այնքան բան եմ պատվիրում, իրականում նույնիսկ կամոթա, իրականում հասկանում ես ուղղակի, որ այդ նույն բանը առաջինը չես կարող գտնես խանութներում շատ ժամանակ, երկրորդը նույնիսկ եթե գտնես, ինձ ավելի հարմար է, ես գնամ ստացման կետից ամեն ինչը վերցնեմ եւ դուրս գամ։ Հիմա օրինակ համար կուրիերի հնարավորությունը որ ունենք, вообще հրաշալի է, որովհետեւ կարողանում եմ ոչ թե ես էլ գնամ այդ ապրանքները վերցնեմ ու բերեմ տուն, հիմա ոնց է մեր մոտ խնդիրը, պարկինգը ամեն ինչ բերում են տուն։ Դա շատ հարմար մեթոդ է, այսպես ասած։ Դրա համար գնումները շատ են կանում ու չենք պատրաստվում քչացնենք։ Հետաքրքիր շատ նպաստ, եթե ուզում եք հայկական վաճառողներից գնումներ իրականացնել, ես ինքս հիմա շատ եմ դրանից օգտվում ապրանքները ընտրելուց, դաստավկայի մեջ ընտրում եք մինչև 2 օր։ Հիմնական մասը հայկական վաճառողների ապրանքներ են եւ իրականում թե խթանում ենք մեր հայկական վաճառողների վաճառքները, ինչը շատ ուրախացնում է, պլյուս շատ արագ է գալիս։ 1-2 օրում 3 երեկոյան պատվիրել եմ հերոսիպատիան, այսօր արդեն առավոտյան եղել է ստացման կետում։ Ինչի, որտեվ պահեստը մեր մոտ 24 ժամ է աշխատում, այսինքն վաճառողը երբ մոտիկացնի պատյանը ապրանքը պահեստ, մի քանի ժամվա մեջ ապրանքը հասնում է ստացման կետ։ Այսինքն ինձ պետք չէր գնալ խանութ, մանգալ եւ այլն, պետք է գնաս մի քանի խանութ, չէ՞, ինչ որ օրինակ ես ուզում էի ֆիքսված գույնի ձևի պատյան։ Գտա, արագ պատվիրեցի։ Այդպես հայկական վաճառողից։ Հա, հրաշալի է, ես դրան ուշադրություն կդարձնեմ, հասկանալի է, որ եթե կարճ ոնց որ ժամկետը լինի, պետք է Հայաստանը լիներ, բայց չէի ֆիքսել էլի, ինձ համար հիմա ուշադրություն կդարձնեմ ու այո, ինչի՞ չէ, հենց հայ վաճառողներին առավելությունը գտանք, եթե կա ոնց որ նմանատիպ ապրանք, ինչի՞ չէ։ Շատ լավ է, Նա ջան, սենց մեկ էլ վերջում կուզեմ ինչ որ որոշակի հետաքրքիր օրինակ փաստերով կիսվեք մեզ հետ Wildberries-ի մասին, չգիտեմ, մի քանի հետաքրքիր փաստ Wildberries-ի մասին մեզ ասեք, տենց ֆիքսենք բոլորս, որովհետև նմանատիպ մեծ ընկերությունների հետ կապված ցանկացած ստատիստիկ, այսպես ասած, ինֆորմացիա տպավորիչ է լինում միշտ։ Հա։ Հետաքրքիր փաստերից կարող եմ ասել, որ օրական ունենք 20 միլիոն պատվեր։ Օհո։ Օրվա ընթացքում ամբողջ աշխարհում։ Հա, դե հասկանալի է։ Հույսով մի օր կունենանք 20 միլիոն պատվեր, բայց այս պայդրությամբ ունենք 870 միլիոն ապրանք պահեստերում պահեստավորված։ Հայաստանի պահեստը որ բացվի, հույսով եմ, որ թիվը կմեծանա հենց մեր վաճառողների շնորհիվ։ Ունենք մոտ 1 միլիոն գրանցված վաճառող, որոնցից որ 85%-ը փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ են։ Հրաշալի, դա էլ հրաշալի ցուցանիշ, ստացվում է ձեր բրենդը փոքր ու միջին բիզնեսներին շատ մեծ աջակցություն է տրամադրում այդ հարթակը ստեղծելով։ Հրաշալի, շնորհակալ եմ Էլինա ջան, վստահ եմ, որ մեր ունկնդիրների համար, հետևորդների համար շատ հետաքրքիր ինֆորմացիաներ դուրս կգան այսպես զրույցից։ Շնորհակալ եմ գրքին թե մասնակցության համար, թե այստեղ հյուր գալու համար ու հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ մերսի շատ ուրախ եմ մասնակցեմ, հույսով եմ, որ նմանատիպ առիթներ կունենանք։ Շնորհակալություն։